Սիրելի Կարտաշենցիներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ ողջունում եք բոլորիդ։ 2026 թվականի նախընտրական քարոզչությունը ըստ էության անցնում է բարձր տրամադրությամբ և բարձր նոտաներով, սա չի նշանակում, թե Հայաստանում բոլոր խնդիրները լուծվել են, սա չի նշանակում, թե մենք մոռացել ենք անցյալում մեր ունեցած որևէ ողբերգություն, թե մենք մոռացել ենք որևէ նահատակի, թե մենք մոռացել ենք գոյություն ունեցող պրոբլեմներից որևէ մեկը։ Սա նշանակում է, որ մենք արձանագրել ենք և ուրախությամբ ենք արձանագրում, որ Հայաստանի Հանրապետությունը հաղթահարելով բազում դժվարություններ, այսօր արդեն մաքարման և գոյատևման օրակարգը հաղթահարել է և անցում է կատարել դեպի զարգացման օրակարգ։ Ես ուզում եմ ձեզ մի վիճակագրություն բերել, մանավանդ այդ վիճակագրությունը Դավթաշենում շատ ավելի ակնհայտ կերպով տեսանելի է։ Ուրեմն նախորդող տասնամյակների նկատմամբ մենք Հայաստանի Հանրապետությունում բնակարանաշինության տեմպերը կրկնապատկել ենք, կրկնապատկել։ Այսինքն, օրինակ ես ձեզ մի օրինակ բերեմ, մեր 8 տարվա ընթացքում ավելի շատ բնակարանային տարածք է հանձնվել շահագործման, քան ասենք նախորդ 2 տասնամյակներում։ Եվ այստեղ ամենակարևորը ինչ է, ես խնդրում եմ ուշադրություն, որովհետև շատերը այս հանգամանքները երբեմն չեն նկատում։ 2018 թվականից մենք շուրջ 1 միլիարդ դոլարի աջակցություն ենք ցուցաբերել քաղաքացիներին բնակարաններ ձեռք բերելու համար։ Շուրջ 1 միլիարդ դոլար մենք պետական բյուջեից տարբեր ծրագրերով աջակցություն ենք ցուցաբերել քաղաքացիներին բնակարան ձեռք բերելու հարցում։ Մենք այսօր ուրախությամբ ենք արձանագրում, որ Հայաստանում միջին կենսաթոշակը մեր պատմության մեջ առաջին անգամ բարձր է նվազագույն սպառողական զամբյուղից։ Եվ մենք այսօր կարող ենք ասել, և մենք այսօր հպարտությամբ ենք արձանագրում, որ այսօր մեր թոշակառուն թոշակ ստանալով կարող է մի ամիս ապրել լավ նվազագույն պահանջներով, սենց ասենք կարող է ծայրը ծայրին հասցնել, բայց սա հո մեր երազանքը չի, որ թոշակառուն ծայրը ծայրին հասցնի, բայց եթե մենք հաշվի առնենք, որ 2018 թվականին, երբ որ ես վարչապետ եմ ընտրվել, նվազագույն թոշակը Հայաստանի Հանրապետությունում եղել է 16,000 դրամ, այսօր նվազագույն թոշակը Հայաստանում 46,000 դրամ է, պլյուս անկախնիկ առևտրից հետ վճարը, այսինքն 50,000 դրամ և ավելի։ Այսինքն մենք նվազագույն թոշակը առնվազն եռապատկել ենք, եռապատիկից մի բան էլ ավելացրել ենք։ Էլ չենք խոսում նրա մասին, որ մենք այսօր ներդրել ենք առողջության ապահովագրության համակարգը և բազմաթիվ թոշակառուներ այսօր ստանում են ծառայություններ բժշկական, որոնք արժեն 4 միլիոն դրամ, 3 միլիոն դրամ, 2 միլիոն դրամ, 1 միլիոն դրամ, 500,000 դրամ։ Այլ պայմաններում, այդ բազմաթիվ թոշակառուներից բազմաթիվները պարզապես չէին կարողանա առողջապահական այդ ծախսերը հոգալ։ Մենք այսօր եկել ենք ասելու մեր սիրելի թոշակառուներին, որ մենք և Հայաստանի Հանրապետությունը իրենց պետությունը կանգնած է իրենց կողքին։ Գիտեք ինչ, ես պետք է ուղիղ ասեմ, մինչև բոլորովին վերջերս թոշակառուները, ավագ սերնդի մեր ներկայացուցիչները, հատկապես սոցիալական ապահովության մասով նոստալգիա էին ապրում Խորհրդային Միության տարիների նկատմամբ, ասելով, որ անվճար բուժվում էինք և այլն և այսպես շարունակ։ Բայց այսօր այդ նոստալգիան էլ է հաղթահարվում, որովհետև ճիշտ է Խորհրդային Միությունում առողջությունը, առողջապահությունը անունով անվճար էր,
բայց դուք բոլորդ եք հիշում առնվազն այն հիշողությունը, որ ես ունեմ, մաղարիչների անվերջանալի համակարգը եւ առողջապահությունը այսօրվա որակը չուներ։ Այսօր մենք բազմաթիվ ծրագրերով նաեւ ընդ որում ես ուզում եմ հիշեցնել, որ տնտեսական արդիականացման ծրագրով մենք 53 միլիարդ դրամի աջակցություն ենք ցույց տվել։ Հիմա տեսեք այս ընդդիմության ավտոբուսը, որ առել են, մեր աջակցությամբ են առել։ Որովհետև Հայաստանի Հանրապետությունում այսօր ժամանակակից տրանսպորտային եւ այլ տեխնիկա չկա, որը լիզինգի ծրագրով չի ձեռք բերվել։ Ես ուզում եմ հիշեք, էլի 8 տարի առաջ մեր փողոցներով երթևեկող բեռնատարները то 60 թվի, то 70 թվի, то 80 թվի։ Այսօր մենք տեսնում ենք նոր գործարանային արտադրության բեռնատարներ, սարքեր, սարքավորումներ։ Մենք այդ նպատակով 2018 թվականից 53 միլիարդ դրամ ենք աջակցել ենք մասնավոր անձանց, ընկերություններին, բժշկական կազմակերպություններին եւ այսօր հպարտ ենք ասել, որ Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն ծաղկում է, Բայց շատ կարևոր է նաեւ արձանագրել, թե այդ ոնց ստեղծվեց այդ փողը, ժողովուրդ, ոնց ստեղծվեց։ 2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն լրացուցիչ միայն հեղափոխություն լինելու բերումով 6.6 միլիարդ դոլար գումարա մտել լրացուցիչ։ Եթե հեղափոխությունը չլիներ, այդ 6.6 միլիարդ դոլարը հոսելու էր քրեա օլիգարխիայի գրպանը, ինչը դուք տեսել եք նախորդող շրջանում։ Եվ շատ կարևոր է արձանագրել, որ այսօրվա ընտրություններում քրեական օլիգարխիան էլի հասկանալով, որ իր շունչը փչելու ժամանակն է, դուրս է եկել պայքարի եւ ուզում է վերադառնալ իշխանության։ Ես ուզում եմ մենք արձանագրենք, որ այն ընդդիմադիր 3 հիմնական ուժերը, Ուժեղ Հայաստան կուսակցությունը, այդ Սերժ Սարգսյանի ՀՀԿ-նա ռեբրենդինգ արած, որովհետեւ առաջինը Կալուգացի օլիգարխի ընտանիքի անդամները, եղբայրը երկար տարիներ եղել է Հանրապետական կուսակցության անդամ, եղել է Հանրապետական խմբակցության ղեկավարը խորհրդարանում եւ եղել է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը։ Եվ ինչպես նախորդ ընտրություններում Սերժ Սարգսյանը Հանրապետականով չէր մասնակցում, այլ պատիվ ունեմ անունն էին դրել դաշինքին, այսօր էլ անունը դրել են Ուժեղ Հայաստան։ Սա նու Հանրապետական կուսակցությունն է, նայեք նրանց ցուցակին եւ դուք կտեսնեք բազմաթիվ կարկառուն հանրապետականներ։ Եվ ինչալոց Հանրապետականը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ բացահայտ հայտարարել է, որ աջակցում է Ուժեղ Հայաստան կուսակցությանը, ասելով, որ իրենց ընտրողները ընտրելու են նրան։ Հայաստան դաշինքը դե Ռոբերտ Քոչարյան դաշնակցություն արդեն իսկ պարզ է։ Եվ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ղեկավարվող պրո-բելարուսական ընդդիմության կողմից արդեն, այսինքն սա 2098-ից 2018-ի կոալիցիոն կոմբինացիաներն են եւ նրանք այսօր քաղաքական հայտ են ներկայացնում։ Ես գիտեմ, որ ձեզնից շատերը մեղադրանք ունեն, թե դրանք ինչ են միջև հիմա ոտի վրա եւ այլն եւ այսպես շարունակ։ Ես ձեզ ուզում եմ ուղիղ ասել, Ժողովուրդ ջան, ես ձեզ ուզում եմ ուղիղ ասել, 2018 թվականի մայիսի 8-ին ես ընտրվել եմ ձեր աջակցության շնորհիվ Հայաստանի Հանրապետության վարչապետ եւ 2018 թվականի մայիսի 9-ին մենք կռիվ ենք տվել 23 ճակատով, բառից բուն իմաստով 23 ճակատով, բոլոր հնարավոր տեղերով, որովհետեւ եթե դուք հիմա վերադառնաք 2018 թվականը, կտեսնեք, որ ինչ էին խոսում, ասում էին էսա, հա, մի քիչ դիմացեք, էսա սրանք չեն կանալու, բյուջե չեն կանալու, այս չեն կան, եւ նրանք ամեն ինչ արել են, որ ոչ թե մենք, այլ դուք ձախողվեք,
ժողովուրդը ձախողվի, ժողովուրդը գան եզրակացության, որ ինքը ի վիճակի չի ընտրել, էլի պետք է վերադառնալ ворցնած բրնձի եւ տուկի թելի եւ ընտրակաշարքի տրամաբանությանը։ Բայց մենք 2018 թվականից հետեւականորեն այդ 23 գլխանի հրեշի գլուխը կտրելով ձեզ հետ միասին եկել ենք եւ մնացել է վերջին 3 գլուխները եւ 2026 թվականի հունիսի 7-ին մենք այդ վերջին 3 գլուխները պետք է կտրենք։ Եվ ես մի օրինաչափություն եմ նկատել, իմիջայլոց ասեմ, 66 միլիարդ դոլարի մասին ասցի, դա գիտեք, դուք գիտեք, որ Ռոբերտ Քոչարյանն էլ ապօրինի գույքի գործով անցնում է, եւ գլխավոր դատախազությունը դատական հայցերով, միայն Ռոբերտ Քոչարյանից այդ մի գործով, ժողովուրդ այդ ամբողջը չի, այդ մի գործով 200 միլիոն դոլարի գույքա պահանջում։ Եվ այդ մարդիկ, գիտեք ինչ, ես ամենաշատը զարմացած եմ դրանից, որ այդ մարդիկ դեռ խոսում են հայրենիքից ու հայրենասիրությունից։ Ես չգիտեմ, դրվագներից մեկով Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը գիտեք ինչով են անցնում։ Եռաբլուրին հարակից հողերը սեփականաշնորելու գործով։ Այդ մարդիկ երկուսով Եռաբլուրի հարակից բաներն են, հողերն են սեփականացրել, դարձրել իրանց ընտանեկանը։ Եվ մենք այդ հողերի մի մասը հետ ենք բերել արդեն, այն մյուս մասն էլ հետ ենք բերելու։ Ես ուզում եմ ձեզ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում Կապանի ելույթում ես խոստացա, որ դուք իտեմս կառավարության Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում փայաբաժին եք ունենալու։ Եվ այսօր ժողովուրդը իտեմս կառավարության Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում փայաբաժին ունի։ Եվ 2018 թվականից մինչև 2025 թվականը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 300 միլիարդ դրամ ավելի գումար է վճարել պետական բյուջե, քան նախորդող նույն 8 տարվա ժամանակաշրջանում։ 300 միլիարդ դրամ։ Սա այն գումարն էր, որ գնում էր Սերժա Քոչարյանա, Ծառուկյանա, Կալուգայական, կլանի օլիգարխիայի գրպանը։ Դրանց վնգունը դրա համար է դուրս գալիս, որովհետև ես դրանց դեպի պետական միջոցներ ձգվող ձեռները ջարդել եմ եւ դրանք որևէ հասանելիություն չունեն պետական միջոցներից եւ այդ դրանք ձեռները ջարդելու արդյունքում առաջացած միջոցներով է, որ մենք այսօր թոշակներ ենք բարձրացնում, որ մենք առողջության ապահովագրություն ենք սահմանում, որ մենք 300 դպրոց 500 մանկապարտեզ ենք կառուցում, մենք հազարավոր կիլոմետրերով ճանապարհներ ենք կառուցել, ջրագծեր ենք անցկացրել հազարավոր կիլոմետրերով, շքամուտքեր եւ վերելակներ ենք փոխել հարյուրներով ու հազարներով, որովհետեւ ես դրանց թալանչի ձեռները կոտրել եմ։ Եվ ինչպես ես մի օրինաչափություն նկատեցի, ուրեմն դրանք իրանց բոլոր կուսակցությունների անունի մեջ Հայաստան անունը օգտագործել են։ Մեկը Բարգավաճ Հայաստան, մեկը Ուժեղ Հայաստան, մեկը Հայաստան Դաշինք։ Ես ասում եմ, այս անվան օգտագործումն իրենց թալանի մասն է։ Մենք ապօրինի գողացված մյուս գույքերի եւ անունների նման Հայաստան անունն էլ պիտի վերադարձնենք դրանցից, դրանք Հայաստան անուն օգտագործելու իրավունք չունեն, որովհետև իրենք հակա-Հայաստան են, հակա-Հայաստան, եւ մենք Հայաստան անունը վերջնականորեն վերադարձնել ենք ժողովրդին, եւ նրանք Հայաստան անուն օգտագործելու իրավունք չունեն եւ չպիտի ունենան։ Վերադառնալով խորհրդային միության հետ կապված նոստալգիային, ես տեսնում եմ, որ մեր ժողովուրդը հաղթահարում է այն, որովհետև այո ճիշտ է, խորհրդային միությունը բազմաթիվ դպրոցներ է կառուցել 70 տարվա ընթացքում, 1000-ից ավել Հայաստանի Հանրապետությունում,
Բայց ժողովուրդ ջան, այն որակի դպրոցներ, որ մենք այսօր ենք կառուցում, խոսքը զրոյից կառուցվող դպրոցների մասին է։ Եվ ինչու՞ չէ նաև ամբողջական վերակառուցվող։ Այդպիսի դպրոցներ Հայաստանի պատմության մեջ երբեք չեն եղել։ Ես հավաքսոր սերնդին, ովքեր կասկածով են վերաբերվում այս բանը, խնդրում եմ գնացեք նայեք այն դպրոցները։ Ես ձեզ կոնկրետ օրինակներ կարող եմ ասել։ Արարատյան մասիվում ունենք դպրոց, ես անունը չեմ հիշում, Փարաքարի դպրոցը, Պտղունքի դպրոցը, Աբովյանի դպրոցը, գնացեք տեսեք եւ տեսեք, որ խորհրդային տարիներին այդպիսի որակի դպրոց ընդհանրապես մեր երկրի պատմության մեջ երբեք մեր երեխաները այդպիսի դպրոցներ չեն ունեցել, այդպիսի լաբորատորիաներ չեն ունեցել, ֆիզկուլտուրայի այդպիսի դահլիճներ եւ գույք չեն ունեցել, եւ մենք անում ենք մի բանի համար, ընդհանրապես թոշակ, առողջության ապահովագրություն, դպրոց, մանկապարտեզ, մենք ինչի համար ենք անում, ժողովուրդ այդ ամենը, ինչի համար ենք անում, որովհետեւ սիրում ենք ձեզ, որովհետեւ ես սիրում եմ ձեզ, որովհետեւ ես մեր բոլոր թեշակառուներին վերաբերվում եմ այնպես, ինչպես իմ ծնողներին եմ վերաբերվում, բոլոր երեխաներին վերաբերվում եմ այնպես, ինչպես իմ երեխաներին եմ վերաբերվում, իմ բոլոր միջին տարիքի բոլոր մարդկանց, քաղաքացիներին վերաբերվում եմ այնպես, ինչպես իմ եղբայրներին եւ քույրերին եմ վերաբերվում, եւ այս պատմությունը իրականում սիրո մասին է, հիշում եք մեր հեղափոխությունը կոչվում էր սիրո եւ համերաշխության հեղափոխություն եւ ես ձեզ եկել եմ ասելու, որ սերը Հայաստանի Հանրապետությունում հաղթել է եւ դա ամենամեծ փոփոխությունն է, որ եկել է 2018 հեղափոխությունից հետո։ Ինչ որ ասեցի, սիրելի ժողովուրդ, այս ամեն ինչը շատ կարեւոր է, բայց այնուամենայնիվ ամենակարևորը չէ։ Ամենակարևոր ուղերձը, որով ես եկել եմ, հետևյալն է։ Հայաստանի Հանրապետությունում ի վերջո հաստատվել է խաղաղություն, եւ ես շնորհավորում եմ բոլորիդ խաղաղության հաստատման առիթով։ Եվ մեր խաղաղությունը նման է 9 ամսական երեխայի, որովհետև խաղաղությունն էլ է 9 ամսական։ Եվ ինչպես 9 ամսական ամեն երեխա, որտեղ 9 ամսական երեխա կա, այդ տան ամենակարևոր անդամն է այդ 9 ամսական երեխան։ Այդ ընտանիքի ուրախությունը եւ երջանկությունն է այդ 9 ամսական երեխան։ Այդպես էլ մեր 9 ամսյա խաղաղությունը այսօր Հայաստանի Հանրապետության ամենակարևոր ներկայությունն է։ Ես այսպեսի մի համեմատություն եմ անում։ Փետրվարի վերջին մենք նստեցինք ուրախ ավտոբուսը, ճամփորդեցինք եւ այսօր ես հպարտությամբ եւ երջանկությամբ եմ արձանագրում, որ ուրախ ավտոբուսով մենք եկել հասել ենք ուրախ Հայաստան, ուրախ Հայաստանի Հանրապետություն եւ ես շնորհավորում եմ այդ առիթով։ Եվ այդ ուրախության առանցքային պատճառը այն է, որ խաղաղությունը հաստատված է։ Այդ ուրախության առանցքային պատճառն այն է, որ արդեն 2 տարի Հայաստանի սահմանին ոչ զոհ ունենք, ոչ վիրավոր։ Սա չի նշանակում այդ ուրախությունը, թե մենք մեր նահատակներին որևէ ձևով մոռացել ենք։ Ընդհակառակը, ասել եւ ասում եմ, մեր նահատակների հիշատակը բարձր պահելու ամենալավ ձևը Հայաստանի Հանրապետություն անունը բարձր պահելն է։ Եվ դուք տեսնում եք, որ Հայաստանի Հանրապետություն անունը այսօր աշխարհում բարձր է, քան երբևէ։ Հայաստանի Հանրապետությունը երբեք ավելի մեծ միջազգային հեղինակություն եւ ուշադրություն չի ունեցել, քան այսօր։ Եվ վերադառնալով խաղաղությանը, այսօր պատերազմի եռագլուխ կուսակցությունը ինչ է առաջարկում։ Ասում է, եկեք, մենք ի վիճակի չենք հոգ տանել մեր 9 ամսյա խաղաղության մասին։ Ասում եք, ըստ էության, եկեք մեր 9 ամսյա այդ մանկիկին հանձնենք ուրիշների խնամքին, հանձնենք որբանոց, հանձնենք ուրիշների քմահաճույքին։ Սա է ըստ էության այն խոսակցությունը, որ նրանք տանում են երաշխավորների մասին։ Երաշխավորների պատմությունը մենք տեսել ենք, ընդ որում արդեն դարից ավելի եւ տասնամյակներով երաշխավորների հետ կապված մեր փորձը
Մեր դառը փորձը հետևյալն է, որ մենք թույլ ենք տալիս, որ ուրիշները մեզ օգտագործեն ուրիշների դեմ եւ շպրտեն, դեն շպրտեն մեկ դեն շպրտեն օգտագործելուց հետո մենք ասում ենք վերջ, մենք փակել ենք պատմության այդ էջը, որովհետեւ համոզված ենք եւ տեսել ենք, որ բազում զրկանքների, զոհերի եւ զոհությունների միջով անցնելով Հայաստանի Հանրապետության ժողովուրդը այլևս ի վիճակի է տեր կանգնել իր իննամսյա խաղաղությանը, տեր կանգնել իր պետությանը, տեր կանգնել իր ապագային եւ խաղաղությանը։ Եվ ուրեմն մեր ամենակարևոր ուղերձը հետեւյալն է. մենք ձեզ կոչ ենք անում, խնդրում ենք, հորդորում ենք, որ 2026 թվականի հունիսի 7-ին գնաք ընտրական տեղամասեր եւ տեր կանգնեք խաղաղությանը գործելով հետեւյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Դավթաշենին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ։ Ժողովուրդ ջան, քանի որ պայմանավորվեցի, շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ եմ շատ։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։